Ահա, վերադարձանք տաղավար, սիրելի հեռուստադիտողների եւ մեր գեղեցիկ սեղանին նաեւ հայտնվեց քաղցրի գաթան, իսկ թե ինչու եւ ում շնորհիվ կիմանանք վարքյաններ անց, որովհետեւ մեր խոհանոցային տաղավարում արդեն ունենք հյուր։ Մեր տաղավարում է շատ սիրված Աբրահամն է արդեն, բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես է տրամադրությունը։ Հիանալի, շնորհակալություն, դուք ոնց եք։ Ընտիր։ Ինչ եք ուզում պատրաստել մեր տաղավարում այսօր ես անհամբեր եմ իմանալ, շատ գրավիչ բաղադրիչներ ունեք։ Շնորհակալություն։ Այսօր պատրաստելու ենք բազուկով եւ բաստուրմայով աղցան, որի հեղինակը կարելի ասել ես եմ։ Բազուկ, բաստուրմա։ Բազուկ, բաստուրմա, բայց մի փոքր միքս ենք արել իտալական խոհանոցի հետ։ Ֆրեշ մոցարելա ենք օգտագործելու, մարոլ, ռուկոլա, կապերս, ընկույզ, չեյլոլիկ, եւ կիտրոնով սոուս ենք պատրաստելու իր համար։ Հիանալի է։ Կարելի է սկսել եւ ընթացքում նաեւ պատմեք Աբրահամ, թե որտեղից եք ոգեշնչում ստացել այս բաղադրատոմսը ստեղծելու համար։ Քանի որ իտալական խոհանոց շատ եմ սիրում եւ վերջշրջանում մոցարելա շատ եմ օգտագործում եւ ռուկոլան դարձել է իմ ամենասիրելի կանաչիներից մեկը։ Համոզված եղեք մեր ամբողջ բոլորի։ Այո։ Իդեպ այդ տանդեմն է շատ հիանալի համ ստանում, ռուկոլա, մոցարելա։ Ամիանշանակ։ Բայց այս դեպքում հետաքրքիր համադրություն է։ Ինձ ավելի շատ հետաքրքրեց ինչպիսի համային համադրություն է բազուկն ու բաստուրման եւ ինչքանով են համատեղելի։ Համատեղել են, արդեն պատրաստել եմ 1-2 անգամ։ Շատ համոզվածություն կփորձենք։ Առաջինը կկտրատեք 4 բաղադրիչները, որ ավելի հեշտ լինի մեր գործը։ Ահա։ Աբրահամ պատրաստելուն զուգահեռ նաև զրուցենք, որովհետև նախատոնական օրեր են եւ հատկապես խոհանոցային խնդիրներն են անհանգստացնում մարդկանց, ինչ պատրաստելու, որպեսզի ավանդականից չհեռանանք, բայց միևնույն ժամանակ զարմացնենք հյուրերին։ Կա մի բաղադրատոմս, որ օրինակ ձեր ամանորյա սեղանից անբաժան է։ Դե ինձ թվում է առաջնայինը արդեն իսկ հայկական խոհանոցի բաղադրատոմսերն են, աղցանները, տոլման, գաթան, տորթերից կան հայկական, որ օգտագործում եմ։ Իմ էջում նաև կիսում եմ հետաքրքիր բաղադրատոմսեր, ոնց կարելի է օրինակ սամութերքով հետաքրքիր տոնածառ ստանալ, որը վերջում արեցի եւ բավականին մեծ արձագանք ունեցավ։ Մի քանի օրում 500,000 դիտում մեծ տոնածառ էի հավաքել սամութերքով, որը որ չկար, հետաքրքիր է շատ իրականում։ Եվ կարելի է նաև միքս անել այլ խոհանոցներից, ինչ որ հետաքրքիր բաղադրատոմսեր եւ պատրաստել։ Բացի դասական ամանորյա ուտեստներից ունեք յուրահատուկ որևէ հետաքրքիր ուտեստ, որը միշտ ըստ ավանդույթի դուք ամանորին ձեր սեղանին դնում եք։ Ես միշտ տարբեր ուտեստներ եմ պատրաստում, եթե մենակ եմ, իսկ եթե տունն եմ, ես չեմ պատրաստում, թողնում եմ արդեն մաման ու տատիկը պատրաստեն։ Այս որ ես միշտ փորձում եմ, ինչ որ եթե ես եմ մենակով, փորձում եմ փոփոխություններ անել։ Այս տարի պատրաստեցի ժուլյենի հետաքրքիր տարբերակ, մեծ սունկ, հավի կրծքամիս, հետո պանիրը շատ, այնպես մեծ հետաքրքիր ինչ որ բան ստացվեց։ Նաև աղցաններից հետաքրքիր աղցան եղը ստացվեց հավի կրծքամսով, մայոնեզով, հետաքրքիր ինչ-որ բանջարեղենով տապակված, հետաքրքիր ինչ-որ էլի աղցանատիպ մի բան ստացանք, որը շատ սիրուն ձևավորեցի, կլոր։ Անգամ կարելի է արդեն դասական դարձած ամանորյա աղցանները եւ այլ բաղադրատոմսեր կիրառել, բայց մատուցման տարբերակը փոխել։ Այո, մատուցման ձևը կարելի է փոխել, շատ օգտագործել սամիտ, չեյլոլիկ, նա շատ սիրուն նայվում, ֆրեշ այս փոքր մոցարելաներն են շատ սիրուն նայվում, հենց այս բաղադրատոմսը դենց ինչ-որ հետաքրքիր գունավոր, հետաքրքիր ինչ-որ բաղադրատոմս ենք ստանալու։ Հիմա պաստուրման կտրատեցինք, պետքա այստեղ ռուկոլան եւ մարոլը չենք կտրատում, իրանց այսպես ճարդում ենք, որովհետեւ չի կարելի կտրատել։ Երբ կտրատում ենք, իրան վնասում ենք ավելի շատ քան կտրատելով էլի։ Նույնը ռուկոլան, եթե շատ երկար է, այսպես կտրատում ենք։ Այսպես։ Աբրահամ, խոսեցինք սիրելի խոհանոցից, հետաքրքիր համադրություններից, բայց կա մի այնպիսի համադրություն, որը ձեզ համար անտանելի է եւ երբեք չեք փորձի։ Ոյ։ Ինչի երբեք չեմ փորձի։ Ես վերջերս փորձարկում արեցի, փորձեցի 6 այն պրոդուկտները, որոնք ընդհանրապես չէի սիրում, եւ երկրորդ կյանք չէի դա զեյթունին եւ կաթին։ Կաթին եւ զեյթունին։ Կաթին եւ զեյթունին, այո,
Մնացածը մի փոքր էլի հավանեցի, բայց զեյթուն եւ կաթը իմ համար իրանք չգիտեմ, ես չեմ կարող փորձեմ եւ գարեջուրը ինչ որ չափով, բայց գարեջուրով պատրաստված ուտեստներ սիրում եմ, գարեջուրը հենց նենց չեմ սիրում։ Զեյթունը, փաստորեն եւ կաթը առհասարակ ձեր ուտեստների եւ ճաշատեսակների մեջ բացառում եք։ Բացառում եք, բայց կաթով պատրաստած ամեն ինչ սիրում եմ։ Ինչ հետաքրքիր։ Չնայած կաթի եւ կաթնային այդպիսի արտադրանքի մասին շատ հաճախ են մարդիկ ասում, որ օրինակ պանիր չեն կարողանում եւ չեն սիրում, թթվասեր չեն սիրում։ Այո, կաթնամթերքը չեն սիրում, բայց զեյթունի, որ կարելի է զեյթուն չսիրել, կարծես առաջին անգամ իմացանք։ Չեմ սիրում։ Իր համը իմ համար մի քիչ տարօրինակ է։ Եվ ոչ մի տեսակը։ Ոչ մի տեսակը։ Փորձել եմ բոլորից, իսկ կաթը դեռ երեխա ժամանակվանից չեմ սիրել։ Իմ համար, չգիտեմ, կաթի համը աշխարհի երևի ամենավատ համերից մեկն է։ Հիշում եմ երեխա ժամանակ ծեծում էին, որ կաթ խմեի, բայց մեկը չէր ստացվում կաթ խմել ոչ մի ձև, փախնում, պաղկվում, կորում էի, որ չտեսնեին ինձ այդ ժամանակ տնեցիքը, որ կաթ խմասնեին։ Օրինակ ես երկար ժամանակ կաթ չէի խմում, որովհետև ես անդադար այդ համը ինձ մտովի տեղափոխում էր մանկության տարիները, մանկապարտեզում տալիս էին կաթնապուր, բրինձով եւ կաթով պատրաստված։ Օ, իմ ամենասիրելին։ Ես տանել չէի կարողանում ներիր։ Ես երազում եմ, երբ պիտի գա այդ օրը, որ մայրիկս կաթնապուր պատրաստի։ Եթե մենք մեկ մանկապարտեզում լինեինք, մի անգամ մեծ հարսանիքից ընտանիքով վերադարձանք տուն, գիշերը 12:30 էր արդեն, ուշ ժամ էր, ես էլ փոքրիկ ես չքնեցի մինչև հարսանիքից հետո մամաս կաթնապուր պատրաստեց, ես կերա նոր հանգիստ խղճով քնեցիր։ Բայց մի հատ տարօրինակ բան ասեմ, ես կաթնապուր շատ եմ սիրում։ Բայց կաթ չեմ կարող բացատրեք պարադոքսը ոնց կաթ չեք սիրում։ Կաթնապուր սիրում եմ, կաթ չեմ սիրում։ Չեմ հասկանում ես դրա։ Բայց կաթնապուրը սիրում եմ, որ աղի է լինում։ Աղի տարբերակը, քաղցրը երբեք չեմ կարող փորձեմ։ Հիանալի է։ Մենք այստեղ կտրատեցինք նախապես քաշված բազուկը եւ չերի լոլիկն ենք կտրատում։ Կարծում եմ այսքանը բավական է։ Կարծես գույներն են մեզ ամանորի մասին են հիշեցնում։ Ավելացնում ենք կապերսը եւ ֆրեշ մոցարելան։ Այ այսպես։ Հիմա կպատրաստենք թանձրուկը։ Կիտրոնը ճզմում ենք։ Հայտებ նաև ուզում եմ ասեմ, գլոր կաթայլ եմ բերել ձեզ մեծ, որ մենք տեսանք, ամբողջ ազնագազմով փորձեք եւ իր մեջ կա կոպեկ հաջողության գաղտնիքը կամ հաջողության ոնց ասեմ հաջողություն բերողը հաջորդ տարվա, այո, հենց այդ գաթայի այդ կտորի մեջ է մեկ, ինչ որ մեկին հաջողություն է սպասվում 2026-ին։ Պատկերացնում եք, չէ՞, եթերի ավարտից հետո ինչ է լինելու մեր տաղավարում։ Այո։ Որ մեր բոլոր գործընկերները հայտնվելու են խոհանոցում եւ փորձեն գտնել հենց այդ կտորը, որտեղ կա մետաղադրամը, որովհետեւ բոլորս ուզում ենք, որ բոլորը լինեն հաջողակ, բայց բոլորս էլ ուզում ենք, որ հաջողության կոպեկն ընկնի մեզ։ Այո։ Մեզնից թող սկսվի հաջողությունը։ Ինչ է անհրաժեշտ թանձրուկի համար, Հիմա կիտրոնի հյութին ավելացնելու ենք համեմունքներ։ Կարմիր պղպեղ կարծես։ Կարմիր պղպեղ, սև պղպեղ, մի փոքր օրեգանո, կամ կարող ենք ցիտրոն օգտագործել։ Համերով մի քիչ մոտ են իրար։ Աղ, եւ ձիթայուղ։ Այս ամենը խառնում ենք այսպես։ Դե չէ, ես արդեն պատկերացնում եմ։ Ինչ յուրահատուկ համային գունապնակ է այնտեղ սպասվում, Ես արդեն պատկերացնում եմ մեզ ուտելիս։ Ես արդեն ուտում եմ մտնում, չէ։ Եվ այստեղ շատ կարևոր է գտալով չխառնելը։ Մենք այն ձեռքով ենք խառնում։ Շատ հետաքրքիր ռազմավարություն եք մշակել։ Չզնենք մառոլը։ Համային փոփոխություններ տեղի ունենում են։
Հարսանի տերևների հետ, եթե այն կտրատում ենք կամ պոկում, գթալով կամ ձեռքով։ Այս ամենը ավելի շատ մթերքը վնասում ենք կտրատելով եւ գտալով խառնելով, իսկ ձեռքը ավելի նուրբ, ավելի հանգիստ շարժումներով մենք կարողանում ենք բոլոր բաղադրիչները միացնել իրար։ Շատ լավ։ Այսպես։ Հիմա մատուցման ափսեն վերցնում ենք եւ գեղեցիկ, իրան ավելի շատ բուրկատիպ ենք տալիս, որ ավելի շատ երևակցանա։ Հիմա նաև վերցնում ենք այսպես գեղեցիկ դասավորում ենք, որովհետև չենք մոռանում, ինչքան էլ համը կարևոր է։ Առաջինը տեսքն է։ Այո, ամեն ինչի առաջինը տեսքն է գրավում։ Տեսքով եմ վայելելու։ Մենք աղցանի մեջ պաստուրման չենք ավելացրել, չէ՞։ Պաստուրման վերջում կտեղադրենք, գեղեցիկ դասավորենք։ Եթե նույնիսկ աղցանը պահում եք սառնարանում, արդեն պատրաստել եք եւ ուզում եք ճաշակել վաղը, պաստուրման մեջը չեք թողնում, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Ավելացնում եք մատուցելիս միայն։ Միանշանակ։ Հիմա ընկույզել ենք ավելացնում։ Եվ այսպես համերը ավելի քիչ է տարածում պաստուրմայի, եւ մարդկա ով պաստուրմա չի սիրում, կարող է պաստուրման վերցնի առանձին փորձի ու աղցանը միայն։ Վերցնում ենք պաստուրման, այսպես գեղեցիկ, դասավորում ենք։ Մեր տոնական աղցանը կարելի ասել պատրաստ է։ Սա հիանալի առաջարկ է բոլոր այն հեռուստադիտողներին, որոնք մտածում էին, թե ինչ կարելի է այս տարի նոր փորձարկել եւ առաջարկել։ Տոնական տեսք ունի։ Տոնական տեսքը, տոնական բույրերն ու համը, տեղում է ամեն բան, մնում է պատրաստել։ Կարելի ասել վերջ պատրաստ է։ Ժամանակն է ասել նաև շնորհակալություն Աբրահամ, հետաքրքիր թե աղցանի, թե նաև գաթաների համար։ Այդ գաթան խնդրում ենք այդպես թողնել, որ եթերի ավարտից հետո մենք փորձենք թիմով գտնել մետաղադրամը։ Շնորհակալություն շատ։ Ձեզ եւս շնորհակալություն։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ, շարժվենք առաջ։ Այո, շարժվենք առաջ։